հայտնվելու Նիկոլ Փաշինյանը, ավելի լավ կլինի նա այդ մասին մտածի։ Շնորհակալություն, խոսքը փոխանցում եմ իմ գործընկեր Լուիզա Սարգսյանին։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ։ Ես այսօր ուզում եմ խոսել ստից։ Սուտը դարձել է քաղաքացիական պայմանագրի եւ նրանց ղեկավարի քարոզարշավի շարժիչ ուժը։ Իրենց քարոզարշավը վերածվել է ստի մարաթոնի։ Պետք է ասեմ, որ ուրախ ավտոբուսի ներկայացուցիչների այդ գովազդային հոլովակներից հիմնականը նա է, որ անընդհատ խոսում են, որ դպրոցաշինությամբ են զբաղվում երկրում եւ դպրոցներ են կառուցել։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ թվերին։ Իրենք իրենց նախորդ նախընտրական խոստումների մեջ ասել էին, որ Հայաստանում պետք է կառուցեն 300 դպրոց։ Սեպտեմբերից Հայաստանում փակվելու է 230 դպրոց, դրանցից հիմնականը սահմանամերձ դպրոցներ են, իսկ կառուցել կամ վերակառուցել է ՔՊ-ն ընդամենը 100 դպրոց, փաստորեն խոստացել է 300-ը, չի կատարել խոստման նույնիսկ 50%-ը։ Իսկ դպրոցներ փակել չէր խոստացել, բայց խոստացել է։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ Գետքում, Մեղրաշատում, Աղնիձորում եւ շատ այլ սահմանամերձ համայնքներում փակվում են դպրոցներ։ Նրանք այդ փակումները օպտիմալացման անվան տակ մեզ մատուցում են, մեր հայրենակիցներին եւ ասում են, որ օպտիմալացում է եւ դպրոցներ չեն փակվում։ Բայց ուզում եմ հիշեցնեմ, որ նույն ձևով համոզում էին, որ չեն տալու Արցախը եւ հակառակը 100 տուն պիտի կառուցեն, դպրոցներ պետք է կառուցեն Արցախում, այսօր Արցախը դատարկ է։ Համոզում են, որ 300,000 ադրբեջանցի չի գալու Հայաստան, բայց այսօր դատարկվում են նաեւ Հայաստանի սահմանամերձ գյուղերը, որովհետեւ կարծում եմ կհամաձայնեք, որ ինչպես Հրանտ Մաթեւոսյանն էր ասում, գյուղի դպրոցը գյուղի վերջին լույսն է, եւ եթե գյուղում փակվում է դպրոցը, ստացվում է, որ այդ գյուղի վերջին լույսը մարում է։ Պետք է ասեմ նաև, որ մենք պարզ պիտի գիտակցենք, որ սահմանամերձ դպրոցները միայն ակադեմիական կրթության հարց չեն լուծում մեր երկրում։ Սահմանամերձ դպրոցները դրանք այն էր, որ երիտասարդ ընտանիքները հանուն այդ դպրոցի մնում էին ապրելու գյուղում, որպեսզի իրենց երեխաները սովորեն այդ դպրոցում։ Այսինքն, ստեղ բացի ակադեմիական կրթությունից, դա նա է, թե այդ սահմանամերձ գյուղերում ով է վաղը ապրելու եւ ում ձայնով են խոսելու այդ գյուղերը։ Այստեղից գիտեք, հետեւաբար հարց է ծագում. ինչու է դատարկվում Հայաստանի սահմանը, ինչու են փակվում սահմանամերձ գյուղերը Հայաստանում եւ ում է դա ձեռնտու եւ ինչ է իրականացնում այսօր Նիկոլ Փաշինյանը պետական ծրագրի անվան տակ, ում երազանքն է, որպեսզի Հայաստանի սահմանամերձ գյուղերը դատարկվեն։ Ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները եւ լրատվամիջոցները ուշադրություն դարձնեն, որովհետեւ հաճախ նաեւ ասվում է, որ գյուղի դպրոցներում շատ քիչ քանակի երեխա կա, բայց օրինակ Բայանդուրի դպրոցը 122 աշակերտ ունի, Գետքի դպրոցը 72 աշակերտ եւ այն օրը ծնողներից էլի արձագանքել էին, որ մեր դպրոցը նորմալ դպրոց էր եւ 72 աշակերտ սովորում է, բացի դրանից չեն խոսում նրա մասին, որ օպտիմալացման պայմաններում երեխաները պետք է 2 հերթով հաճախեն դպրոց եւ դա էլ շատ լուրջ դժվարություններ է ստեղծելու գյուղական պայմաններում ապրող մարդկանց եւ մենք գիտակցում ենք, որ ժամ առ ժամ, օրեցօր այդ ընտանիքները դուրս են գալու արդեն իրենց համայնքներից։ Քարոզարշավը, գիտեք, մի հոգեբանության մեջ մի հայտնի ճշմարտություն կա, ասում են մարդ, երբ որ ինքը շատ սուտ է խոսում, ինքն էլ է սկսում այդ ստին հավատալ եւ հետո փորձում է այդ սուտը տարածել մյուսների վրա։ Ագրեսիայից շատ արդեն խոսեցին իմ գործընկերները եւ ատելության խոսքից, այդ ատելության խոսքը եւ այդ ագրեսիան հենց ծնվում են այդ ստից, քանի որ այսօր արդեն ակնհայտ է դառնում երկրի վարչապետի համար, որ ինքը չի կարողանում այդ սուտը տարածել մեր
հայրենակիցների վրա, ոչ բոլորին է կարողանում կերակրել եւ համոզել այդ ստով եւ փաստորեն դա է նյարդայնացնում եւ ծննում է ավելորդ ագրեսիա։ Տպավորություն է, որ ինքը բղավում է, խոսում է, այդ սուտ թեզերը տարածում է եւ ուզում է ասել, թե ով ինձանից ավելի լավ սուտ կխոսի, թագավորությանս կեսը կտամ նրան, սուտ խոսացողներ չկան բացի իրենցից, բայց նաեւ ուզում եմ մեր հայրենակիցներին ասել, որ այդ ստի ճանապարհին եւ այդ ստի մարաթոն գնալով մեր թագավորությունը ավելի փոքրանում է, կրճատվում է, չկա Արցախը, կդատարկվեն սահմանամերձ գյուղերը եւ խնդրում եմ, որ մենք բոլորս հասկանանք եւ մեր ուշադրությունը սևեռենք նաեւ սրա վրա, քանի որ սահմանամերձ գյուղերը առանց երիտասարդ ընտանիքների դրանք դատարկ գյուղեր են։ Շնորհակալություն։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ես նախ խոսալը սա ադրբեջանական մամուլն է։ Առաջինը, ով հրճվանքով, ծափարություններով, տրենգի պարելով ողջունեց այսօրվա պերֆորմանսը Փաշինյանի կապված Սարոկյանի հետ, ադրբեջանցիներն էին։ Ադրբեջանական մամուլը անմիջապես արձագանքեցին։ Կարող է մի բան կա մենք չգիտենք, հա ժողովուրդ, տեսեք, ռետորական հարց եմ տալիս։ Խոսում են մաֆիայից։ Մաֆիայից են խոսում են այն մարդիկ, ովքեր ըստ էության գործում են որպես մաֆիա, կարող է տեղյակ չեն, բայց վստահաբար փոքր ժամանակ ֆիլմեր նայած կլինեն եւ հենց ֆիլմերում է, որ մաֆիան է խլում մարկանցից ունեցվածք, այլ ոչ թե հակառակը։ Երկրորդը, բոլոր այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք լինում, հստակ տեղավորվում են Ադրբեջանի պետական դոկտրինի մեջ Հայաստանին թուլացնելու։ Ես ստիպված եմ օգտագործել քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների այսօրվա բառապաշարը եւ մի հարց տամ։ Արա դուք կայֆ եք ստանում թուրքի տակ տրենգի պարելով։ Այս պարագայում շատ հետաքրքիր է այն հեքիաթահյուսությունը, որին այսօր մենք ականատես ենք եղել, հոռոմ տատու հեքիաթներն են։ Առավոտից երեկո։ Ինձ մոտ տպավորություն է, որ թե Փաշինյանը, թե իր ասազանդարները, իրանք ըստ էության համարում են մարդկանց, իրականում իրանք տենց են կարծում, որ մարդիկ չեն հասկանում, միգուցե անմեղսունակ են։ Ոչ, սխալվում եք։ Մարդիկ անմեղսունակ չեն։ Ու քանզի հոռոմ տատու հեքիաթներն է, մի հատ այդ հոռոմ տատու թաշկինակը կապեք, դուրս եկեք դուրս, արևածաղիկ վաճառեք ամենայն հարգանքով բոլոր արևածաղիկ վաճառողներին, ամենայն հարգանքով։ Ժորժ ջան, իրանց կողքից այս կողմ կնստեք, էլի հետները չնստեք, հաստատ չի ծախվի։ Ու այդ հեքիաթները պատմեք։ Բանդիտիզմ եւ պետական ռեկետ, ուրիշ բառ եւ ուրիշ որակավորում այստեղ չկա։ Բանդիտիզմ եւ պետական ռեկետ։ Այսօր մարդուն բռնում են պաստառը պոկելու համար, հասցնում են այն վիճակի ինքնասպանա լինում։ Այսօր պապիկը Փաշինյանի միտինգի ժամանակ ուզում է հարց տա, ինչի համար իր թորանը վառեցին, կհիշեք այն դեպքը 15 մեր զինվոր տղեկը, որ վառվեցին, բերանը փագելով հանում են դուս։ Կարող է գիտեք արևմտյան Ադրբեջանը, հա? Չէ, սա ձեր արևմտյան Ադրբեջանը չի, սա Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ այո, շատ եք սիրում ծոծրակականց, չէ, այդ խոսքերը հիշում եք, ուրեմն ծոծրակներիդ օղ արեք, ոչ թե նայեք, այլ հենց ծոծրակի վրա օղ արեք։ Ոչ Ծառուկյանը, ոչ մենք, երբեք սեփականությունը հայրենիքի հետ չենք փոխում։ Պարգևավճարներին, սիրահարներին, կարծում եմ, այս ֆրազը անհասկանալի կլինի, բայց այնուամենայնիվ։ Շնորհակալություն, սիրելի գործընկերներ, սիրով իհարկե եթե լինեն հարցեր, բնականաբար բոլոր հարցերին կպատասխանենք, հարգելի գործընկերներ, ուղղակի քիչ առաջ մամուլում հայտնվեց եւս մեկ տեղեկատվություն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ ընդդիմադիրներին, մասնավորապես Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին մեղադրում է այն բանի մեջ, որ ընդդիմադիրները փորձում են կուլ տալ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ նորից սպառնում էր, որ կոկորթում է մնալու եւ
չեն կարողանալու ընդդիմադիրները կուլ տալ Հայաստանի Հանրապետությունը եւ նրա անկախությունը։ Ես իհարկե հասկանում եմ, որ կրամոլության աշխարհի չեմպիոն Նիկոլ Փաշինյանի համար ամեն ինչ չափվում է կուլ տալու արագությամբ եւ մարսելու ֆանտաստիկ